Որքանով է քաղաքականությունը ֆուտբոլի մեջ։ Հարց, որի պատասխանը կստանանք մյուս տարի։ Իսկ մինչ այդ պետք է վայելել ֆուտբոլից այն ինչ մնացել է, որովհետև այն շատ հակասական է դարձել։ Ողջույն բոլորին։ Հիմա դուք կիմանաք, թե ինչպես Մեսսին ուրախացրեց իր ֆաներին, ինչպես Սալահը ընկավ Լիվերպուլի ավտոբուսի տակ, ու արդյոք Լիվերպուլն ու Ռեալը տառապում են նույն ցավով։ Ինտեր Մայամին 3 տարի առաջ ֆուտբոլային մեմերի դարբնոց էր։ Հիմա MLS-ի չեմպիոն։ Այո, Ամերիկան ամենաֆուտբոլային երկիրը չէ, բայց Ինտեր Մայամին լավագույն օրինակներից է, թե ինչպես կարելի է ճիշտ ֆուտբոլային քաղաքականության, մարքեթինգի եւ բոլորից մեկ քայլ առաջ լինելու դեպքում արագ արդյունքի հասնել։ Մեսսին մոռացար։ Ուր է Մեսսին։ Ավելի քան 21,000 երկրպագուների առաջ Լեոն խաղում էր այնպես, կարծես դա իր սեփական PlayStation-ն է, իսկ մնացածը սովորական բոտեր են։ 3-1 հաշվով վերջնական հաղթանակ, ու դա այն դեպքում, երբ դա Ժորդի Ալբայի եւ Բուսկետսի վերջին պաշտոնական խաղն էր կարիերայում։ 2018-ին սկիզբ առած Ինտեր Մայամին 3 տարի առաջ սովորական Չ կլասի թիմ էր, մինչև Մեսսի տարելկեն իջավ Ամերիկա։ 2023-ին լիգաների գավաթը, 2024-ին Supporters Shield, 2025-ին MLS-ի գավաթ։ Ինտեր Մայամին Ֆլորիդա նահանգի առաջին թիմն է, որը վերցնում է այդ գավաթ։ Դեվիդ Բեքհեմը երևի այդ պահին մտածում էր, որ իր միսիան արված է, սիրուն կոստյումով, փայլուն, ժպիտով, ու կարծես մտքում ասում էի, չէ։ Դրան էլ գումարում ենք, որ այդ իրենց պուճուրիկ Chase Stadium-ում նրանց վերջին խաղն էր, որովհետև մյուս տարվանից նրանք տեղափոխվում են Freedom Park, նոր ստադիոն, շքեղ, ժամանակակից, որից չունենք մենք։ Ինչ վերաբերվում է խաղին, ապա այն շատ արագ սկսվեց։ Երևի թե Մեսսիի ներկայությունից շփոթված Վանկուվերի պաշտպաններից մեկը սեփական դարպասը գրավեց։ Ու երևի երկրպագուները մտածեցին, հեսա հերթական խոշոր հեշտ հաղթանակը կլինի, բայց ոչ, որովհետև Վանկուվերում է խաղում Թոմաս Մյուլլերը եւ նա իր հետ Գերմանիայից բերել էր ուժ, կամք եւ չէ, այն մեկը չէր բերել։ 60-րդ րոպեին Ալի Մուհամեդը հավասարեցնում է հաշիվը։ Ու իրականում Մյուլլերի թիմը շատ լավ պահեր ունեցավ, ուղղակի ոնց ասում են, մարզական բախտը երես էր թեքել։ 2 ամիս է անցել արդեն Մյուլլերի թիմ, հա։ Բա Թոմին բերել են, որ իրանով ճանաչվեն։ 71-րդ րոպեին Մեսսին այնպիսի փոխանցում է կատարում, որ անգամ շեֆը թիկնապահին չէր կատարի։ Ու Դեպոլը գնաց տոնելու։ Վայ, Դեպոլի ընկերուհին Մերսեդեսը հագնում։ Վերջին րոպեներին քրկին Մեսսին գլխավոր դերերից մեկում էր ու խաղն ավարտվեց 3-1 հաշվով։ Մայամին չեմպիոն, Մեսսին MVP, ռեկորդներ թարմացրեց, հանվեց ու ընկավ մեյդան։ Գավաթը բարձրացնելուց հետո մի պահ տխրություն իջավ, որովհետև ինչպես ասեցի, Բուսկեսն ու Ալբան վերջացրին իրենց պրոֆեսիոնալ կարիերան։ Մեսսիի հետ երկար տարիներ Բարսելոնայում շքեղ կարիերա ունենալուց հետո սա լավագույն ավարտն էր, որովհետև նրանք հեռացան իրենց լավագույն վիճակում ու դա հարգանքի է արժանի։ Իսկ ներկայիս Բարսելոնան շարունակում է իր ուրախ ու զվարճալի ֆուտբոլը։ Եթե օրինակ Netflix-ը ֆուտբոլային խաղերը վերածեր սերիալի, ապա Բարսայի վերջին 2 խաղերը թույն էպիզոդներ կլինեին։ Հիշում եք այս դրվագը, պարզվում է Ռաֆինյան ասում էր. «Հանս ջան, թող ինչքան ուզում ա խփեն, մենք ավելի շատ կխփենք, հոպար»։ Բայց մինչև Բարսելոնայի խաղերին անցնելը ծանոթանանք առաջիկա խաղերին, որից հետո նաև կլինեն Լիվերպուլն ու Ռեալ։ Դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում Բարսան կընդունի Ֆրանկֆուրտի Այնտրախտին, Ինտերը Լիվերպուլին։ Դեկտեմբերի 11-ին էլ տուրի խաղը Մանչեսթեր Սիթին հյուր կգնա Ռեալին։ Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում Նոան կընդունի Լեգիային։ Բիչախչյանն է գալիս Աբջան։
Որ պատկերացնեք, թե ինչքան կարևոր է Ռաֆինյան Բարսայի համար, հերիք էր նայել Ատլետիկո Մադրիդի դեմ խաղը։ Ատլետիկոն առաջինը հաջողության հասավ 19-րդ րոպեին Ալեքս Բայենան գրավեց Գարսիայի դարպասը։ Ու սա արդեն մեմա դառնում։ Ասում են Բարսան գցում է իրեն քաքը ու ստիպված դուրս է գալիս այդ հոտի պատճառով։ Ընդամենը 7 րոպե հետո կատալանները զարթնեցին, Ռաֆինյան հավասարեցրեց հաշիվը։ Բրազիլիացին լրիվ գոտ էր այդ խաղում։ Ես էլ պոզեր ունեմ, ուրեմն ես էլ եմ գոտ։ Դու ընձուղտ ես։ Համակերպվի էլի։ Հետո Դանի Օլմոն 65-րդ րոպեին խփեց հաղթական գոլը, իհարկե հետո վնասվածք ստացավ ուսի։ Հաղճապակի էլի։ Դե իսկ վերջակետը դրեց Ֆերան Տորեսը 3-1 ու ընդհանրապես այդ Տորեսը վերջերս կատաղել է։ Լավ ես խաղում, հարց չկա, բայց միշտ հիշի, որ դու շան ու ձկան խառնուրդ ես։ Բետիսի հետ խաղում Անտոնին տհաճ հոտեր պարգևեց Բարսային արագ բացելով խաղի հաշիվը։ Բայց հետո գոլերը գնացին մեկը մյուսի ետևից։ Ինչպես ասեցի, Տորեսը հետրիկի հեղինակ դարձավ, ընկերներ, հասկանում եք, դա շատ հավաստիացնում է, որ կարող է Լևանդովսկին հանի սաստավի։ Ու այդ խաղում հիմնական կազմում էր նաև Ռունի Բարջին, շվեդ ֆուտբոլիստ, որը շատ տաղանդավոր է ու կամաց կարծես գալիս է Բարսայի հիմնական կազմ։ Բայց պետք է արժանին մատուցել Բետիսին, որը չհանձնվեց եւ արդյունքում խաղն ավարտեց 5-3 հաշվով։ Երկու թիմերն էլ 5-ին գումարած են ստանում, որովհետև զվարճացնում են մեր պես նեյտրալ երկրպագուներին։ Ու նորից եմ ուզում ընդգծել Ռաֆինյայի դերը Բարսելոնայի համար։ Այս ֆուտբոլիստը իրական առաջատարն է, առաջատարի որակներով։ Պետրին իհարկե խաղադաշտում շատ լավն է, կառավարում է խաղը, բայց որպես առաջատար Ռաֆինյան առանձնակի դեր ունի։ Նրա ներկայությունը միայն փոխում է ամբողջ մթնոլորտը ու դա անզեն աչքով երևում է։ Բրավո Ռաֆինյա, բրավո Բարսա։ Շարունակեք պարգևել լավ էմոցիաներ։ Այս հաղթանակից հետո կատալանները ամրապնդվեցին առաջին հորիզոնականում, իսկ Ռեալը կայացավ Մունդիալ 2026-ի վիճակահանությունը։ Շատերը այն համարում են քաղաքական շոու, որովհետև այնտեղ էր Դոնալդ Թրամփը։ Ես չեմ զարմանա, որ այս մարդը ներկա լինի նաև մյուս տարվա մեր ընտրություններին, արա։ Ուր ասես քիթը խոթում է։ Իրեն Մեսսի ու Ռոնալդոյի հետ համեմատել։ Ինչ ասում։ Հավատակ թե չէ, ես շատ լավ էի ֆուտբոլ խաղում։ Չեմ ասի Մեսսի ու Ռոնալդոյի պես, նրանցից մի քիչ էի վատ խաղում։ Մենակ իր համար արժի Մունդիալը նայել։ Բոցերա որ անելու է։ Ջոգում ես աշխարհի գավաթը իրեն վերցնի։ Չի բացառվում։ Մի խոսքով վիճակահանությունից հետո աշխարհը բաժանվեց 3 մասի։ Նրանք, ովքեր բողոքում են բարդ խաղերից, նրանք, ովքեր ծիծաղում են տոմսերի գներից, ու մենք, որ նայում ու մտածում ենք, կոնտենտի պակաս չենք ունենալու։ Անգլիական ֆուտբոլը անցնող շաբաթվա ընթացքում մեկ վիդեոյում բոլորը նիչա խաղացին, բայց իհարկե գլխավորը Լիվերպուլն էր։ Նրանք համարձակվեցին նիչա խաղալ Լիդսի հետ, ընդ որում գոլ ընդունելով վերջին վայրկյաններին։ Վաղուց էր պարզ, որ Լիվերպուլում բլբլթացող կանալիզացիա կա ու ամբողջ կղանքը ափերից դուրս բերեց Մոհամեդ Սալահը։ Նա Լիդսի հետ խաղում այդպես էլ դաշտ դուրս չեկավ ու խաղից հետո վրդովված հարցազրույց տվեց։ Կարիերայումս երևի առաջին անգամա, որ մնում եմ զամեն, չգիտեմ ինչի է տենց, սլոտի հետ ոչ մի տիպի շփում չկա։ Այնտեղ ակնարկներ արեց, թե արդեն ձմեռը կարող է հեռանա թիմից ու այդ ամենում մեղադրեց ակումբին։ Նենց զգացողություն ունեմ, որ ակումբը ինձ գցում է ավտոբուսի տակ։ Ուզում ասի, իբր իրեն ժերտվա են տալիս։ Հայերեն ասած, բոլոր անհաջողությունները բարդում են իր գլխին։ Իմ կարծիքով ոչ Սալահը, ոչ էլ Սլոտն են մեղավոր։ Առաջին մեղավորն ու պատասխանատուն ակումբի ղեկավարությունն է։
այն պահից, երբ կես միլիարդ եվրո ծախսեց տրանսֆերների համար։ Ախր Լիվերպուլը հայտնի էր no-name ֆուտբոլիստների բերելով ու նրանց մեգա աստղեր դարձնելով։ Կլոպ, ականջդ կանչի։ Իսկ Սալահը իր պիկի վրա պետքա հեռանար մնալով Լիվերպուլի կենթանի լեգենդը։ Բայց հիմա, այսքան բանից հետո, շատ մեծ հարցական է, թե երկրպագուներն ինչպես կընդունեն նրան։ Ցավալի է, որ ֆուտբոլիստը ճիշտ ժամանակը չի կարողանում բռնել, որովհետև ակնհայտ է, որ այս տարի նրա խաղը ընդհանրապես ոչ մի պարագայում չի ստացվում։ Իսկ Ռեալի խաղի որ հատվածը քեզ դուր եկավ։ Դուրս եմ գալ։ Չէ, լավ, կատակը մի կողմ, բայց Մադրիդի Ռեալում իսկապես շունը տիրոջը չի ճանաչում, որովհետև այն ինչ որ կատարվում էր Սելտայի հետ խաղում, որտեղ 2-0 պարտվեց Ռեալը, ոչ մի ֆուտբոլային բան, ոչ մեկի աչքին, ով որ հասկանում է ֆուտբոլից, չպետք է երևար, որովհետև այնտեղ կային բաներ, որոնք ուղղակի ֆուտբոլի մասին չեն, ուղղակի անհամաձայնություններ, ուղղակի չգիտեմ ինչ։ Ես կարծում եմ, որ Ալոնսոն ամեն դեպքում չի կարողանում գերաստղերի հետ լեզու գտնել։ Ինձ թվում է, որ նա այն մարզիչներից է, ով կարողանում է պատրաստել, ոչ թե աշխատել պատրաստիների հետ։ Ապագան իհարկե ցույց կտա, բայց այս պահին շատ ակնհայտ է, որ Ռեալին պակասում է այն ամուր ձեռքը կամ հոնքը։